ABC մեդիան ուղիղ եթերում շարունակում է իր աշխատանքը, դուք դիտում եք լուրերի ժամը 12-ի թողարկումը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի օր։ Այս ժամի թողարկման համար առանձնացրել ենք հետևյալ թեմաները։ Խաղաղության համաձայնագրով սկսված բյուջեի քննարկում Փաշինյանն ազգային ժողովում է։ Պատարակ Հրմշտոցի, Քաշքշուկի ու վեճի ֆոնին քպեականներից ովքեր են եղել Հովանավանքում։ Կառավարության որոշմամբ և կադաստրի թղթով, որ կառույցի բալանսում է Հովանավանքը։ Ինչ մեղադրանք է առաջադրվել Վարդան Ղուկասյանին, պաշտպանը մանրամասներ է հայտնել։ Խաղաղության մթնոլորտում ու խաղաղության նախաստորագրված փաստաթղթով Փաշինյանն սկսեց 2026-ի պետբյուջեի նախագծի քննարկումը։ Նիստը մեկնարկել է լռության րոպեով ի հիշատակ հոկտեմբերի 27-ի զոհերի։ Առաջին անգամն է, երբ մենք բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմանում։ Արդեն 1 տարի 8 ամիս է Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել, ասել է Փաշինյանը։ Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է, դա հաստատված փաստ է, և մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Փաշինյանի խոսքով հիմա խաղաղությունն է Ադրբեջանի հետ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։ Փաշինյանը վերահաստատել է Վրաստանում արած հայտարարությունը։ Հայաստանը հենց այսօրվանից պատրաստ է ապահովել Թուրքիայից Ադրբեջան և հակառակը բեռների տարանցումը։ Մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք և կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա և անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Իսկ Թուրքիայի ախորժակը մեծ է։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կլինի միջին միջանցքի թողունակության մեծացման հիմնական գործոնը։ Ուրալօղլուի խոսքով Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղու ներուժի լիարժեք գործածման միջոցառումների հետ մեկտեղ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր նոր երթուղի բացելու համար, որը կկապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Սակայն պարբերաբար խաղաղության մասին խոսելու հակառակ կողմը Հրմշտոցի, Քաշքշուկի ու այդ ամենի համար ծափահարողների մասնակցության պատարակն էր։ Կարգալույց Ստեփան Ասատրյանի մատուցման պատարակը տեղի ունեցավ ոչ սովորական և առաքելական եկեղեցուն ոչ հարիր ոճով։ Մայրաթորի հոգևորականներից մեկը Հովանավանքում պետք է պատարակ մատուցեր, բայց իրավապահներն ու գյուղացիները խոչընդոտել ու թույլ չեն տվել եկեղեցի գնալ։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով Հովանավանք շտապող 2 քահանայի ոստիկանները ձերբակալել են և ազատ են արձակել, իմանալով, որ չեն գնա եկեղեցի։ Քանի որ Հովանավանքում պետք է պատարակ կատարվեր և դրա հետ կապված նախապես կար արդեն ներկայացված համապատասխան դիմում և փաստաթղթեր, և նաև Մայրաթորից Պաչաչ Հայր Սուրբը պետք է ներկայանար պատարակը մատուցելու։ Բայց ինչպես տեսակ ոստիկանների հետ համատեղ ուժերով խոչընդոտվեց մեր մուտքը, ի սկզբանե մեքենան չթողնեցին մուտք գործի, ոտքով մենք հասանք այստեղ և նաև չթույլատրեցին։ Բնականաբար բազմաթիվ մարդիկ էին եկել, ոստիկանների հետ համատեղ չթույլատրեցին, որպեսզի Հայր Սուրբը կատարի պատարակը։ Այսքանը։ Հիմա ներսում կարգալույց եղած քահանան է։ Այո, ենթադրում եմ, որ այո։ Մայրաթորը հայտարարություն էր տարածել, նշելով, որ սա նաև քրեորեն պատժելի արարք է։ Ծեսի կատարմանը խոչընդոտել, այո, դա քրեորեն պատժելի արարք է, բնականաբար այս խնդիրը եւ հոգեվոր եւ, այսպես ասեմ, աշխարհիկ օրենքներով բնականաբար խնդրահարույց է։
Հովանավանքում են քպեական պաշտոնյաներ Հայաստանի տարբեր հատվածներից։ Այդտեղ է Տավուշի մարզպետը Հայկ Ղալումյանը, Դիլիջանի համայնքապետը Դավիթ Սարգսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովանիսյանն ու քպեական Նարեկ Գրիգորյանը։ Այնուամենայնիվ կարգալույց Ստեփան Ասատրյանը մատուցել է պատարագը, իսկ նրա եղբայրը հայրապետական թափորում էր։ Անուշավան Սարգսակ Ասատրյանը ծառայում է Մայրաթորում, անդրադառնալով եղբոր քայլերին անընդունելի է համարել դրանք։ Նոր աղանդի ստեղծում ենք տեսնում, Մայրաթորի բակում ասել է աստվածաբան Թովմաս Առաքելյանը։ Նրա խոսքով մանիպուլյացիաները, որոնք տեղի են ունենում այս օրերին, ձեռնտու են քաղաքական կուսակցություններին ու եկեղեցին պառակտողներին։ Դերասանուհի Մարջան Ավետիսյանը նույնպես Մայրաթորում էր։ Նա համոզված է, որ իշխանությունը ինչ ուզում է կարող է անել, բայց պետությունը եկեղեցուց անջատել չի կարող։ Այդ մարդիկ ակնհայտորեն չեն կիսում մեր եկեղեցու վարդապետությունը, հետևաբար հայոց եկեղեցում միաբանված են մեր հավատակից մարդիկ, այդ մարդիկ մեզ հավատակից չեն, հետևաբար ինչ միասնության մասին է խոսքը, սև ու սպիտակի մեր ժողովուրդը բաժանվել է 18 թվականին, եւ ատելության մթնոլորտը անդադար խորացվում է եւ բնականաբար դա այսպես կառավարական մակարդակով ամեն օր հովանավորվող բան է բաժանումը։ Ուղղակի այդ բաժանումը չպիտի մտնի եկեղեցի։ Այո, իրենք հիմա եկեղեցում չեն եւ եկեղեցում չեն պառակտում։ Իրենք իրենց պառակտումը եկեղեցուց վերցրել տարել են դուրս։ Ես քայլերի հաջորդականությունը տեսնում եմ միայն եկեղեցու հետ համագործակցության շնորհիվ, որ եկեղեցու, չգիտեմ, վերառողջացմանն են մասնակցում, հայ առաքելական եկեղեցին, դիվանապետություն եւ ամեն ինչ էս տարածքում է, ես այստեղ չեմ տեսնում որևէ մեկին, որը կկարողանա ինչ-որ բան անել, կամ մի անգամ մենք արդեն այդ հարձակումը տեսել ենք, ավարտը տեսանք։ Ինքը կարող է բոլոր քրիստոնյաներին, չգիտեմ, բանտել, արգելել խոսել, ամեն ինչ կարող է անել իշխանությունը, ինչ ուզում է անի։ Բայց եկեղեցին անջատ է պետությունից եւ դա մեր օրենսդրությամբ հաստատված փաստ է։ Իրենց մատուցած պատարագից հետո այդ խորանը պետք է 7 օր գինով եւ մեռոնով լվացվի, որովհետեւ դա սրբապղծություն է։ Ինչ են փորձում անել եկեղեցու ներսում այլ եկեղեցու հիմնել առանձնանալ Մայրաթորից, ինչ են անում Հովանավանքում։ Հովանավանքում այս պահին կատարվում է մի բան, որը որ հայ եկեղեցում երկար ժամանակ նմանատիպ բան չի եղել։ Այսինքն փորձում են հակաթոռ ինչ-որ մի բան ստեղծել, բայց ինչպես որ մի անգամ Հովանավանքի այսօրվա հոգևորականներից նշանակված Տեր Մանուկը ասեց, եթե նույնիսկ վեհապարին բանտարկեն, բանտը կլինի վեհարան։ Մեր շուրջն ու նույնիսկ մեր կյանքում, մեր ազգը, հայրենիքը, եկեղեցին, կազմակերպությունները, համայնքները եւ Սփյուռք Հայաստան գործակցությունը փորձում են պառակտել, հայտարարել է Մեծիտան Ընկիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը։ Արամ Առաջինը հորդորել է պառակտման երևելի թե աներևույթ փորձերին ասել հավաքական ոչ։ Սա է մեր պատմության, մեր հերոսների ու մեր սրբերի պատգամը այսօր ու միշտ։ Արթուն եւ զգոն լինենք, կարչենք մեր արժեքներին, սրբություններին, ավանդույթներին եւ մեր արմատներին, մերժելով այնպիսի արժե համակարգեր, մտածելակերպեր եւ գործելակերպեր, որոնք մեր էությունը կազմող եւ ինքնությունը երաշխավորող բարոյական, հոգեվոր եւ ազգային արժեքներին խորթ են։ Մեր եկեղեցին մեկ է, մեր հայրենիքը մեկ է, մեր ազգը մեկ է։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանն է բանտից անդրադարձել տեղի ունեցածին։ Երեկ եւ անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։ Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով, գրել է Սամվել Կարապետյանը։ Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին մեր Մայրաթորին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների, Միքայել Բագրատ եւ Մկրտիչ սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում մեր ձևով շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների եւ գործընկերների կամքը ապրելու բռնապետությունից ու օտար ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնված, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին ազգային ժողովում հայտարարել է, որ Հովանավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում, եւ մի քանի եկեղեցիներ անհատույց գործածման են տրված Հայաստանյայից Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Հետքն է ուսումնասիրել թեման ու պարզել, որ Փաշինյանի պնդումը Հովանավանքի վերաբերյալ հիմք չունի, այլ կերպ ասած, նա ճիշտ չգիտի, թե ում է պատկանում Հովանավանքը, բայց առանց փաստերը ստուգելու շարունակել է թեման ու խոսել բարոյական եւ իրավական հիմքերով հուշարձանները մայրաթորից հետ վերցնելու մասին։ Լրատվականի հետաքննությունը ցույց է տալիս, որ Հովանավանքը, բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր սեփականության իրավունքով պատկանում են մայրաթորին։ Հայ Առաքելական եկեղեցին այս ամենը հավաստող ապացույց ունի՝ սեփականության վկայական կամ Փաշինյանի խոսքով կադաստրի թուղթ։ Համաձայն կադաստրի կոմիտեի տեղեկանքի Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպությանն են պատկանում թե Հովանավանքի հողամասը, թե դրա վրա կառուցված շենք-շինությունները։ Հայաստանի Առաքելական եկեղեցին այս իրավունքը կադաստրի կողմից պետական գրանցում է ստացել ավելի քան 20 տարի առաջ, 2005 թվականի մարտի 25-ին։ Հայ Առաքելական եկեղեցին, լինելով Հովանավանքի եւ մյուս վանքերի ու եկեղեցիների հողի եւ շենքի շինությունների օրինական սեփականատերը, դրանց հանդեպ ունի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներ։ Սահմանադրության 60-րդ հոդվածն ամրագրում է. յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, գործածելու եւ տնօրինելու իրավունք, այսինքն այն ամենը, ինչ այսօր անում է կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը, նրա պաշտոնյա եւ ոչ պաշտոնյա աջակիցների մասնակցությամբ իրականացվում է մայրաթորին սեփականության իրավունքով պատկանող տարածքում։ Տոտալ գաղտնալսումները, դրանցով շանտաժը եւ դրանց հրապարակայնացումը որպես կանոն բերում են անասնական մթնոլորտի եւ անձնական ողբերգությունների։ Պարտադրվող անասնականացմանը պետք է հակադրվել մարդ եւ քաղաքացի լինելով, գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով, երբ արդեն քանդել ես պետական զսպող ինստիտուտները, ունես բացարձակ իշխանություն, ունես քո ամեն ասած նանողներ եւ չունես անձնական ստոպեր, շատ հեշտ է կորցնել իրականության եւ չի կարելիների սահմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա միշտ բերում է մարդկային ողբերգությունների եւ այլանդակ դեգեներացիայի։ Երբ մեկ հոգին ձևավորում է մարդ լսելու, կալանավորելու անխափան մեքենա, նշանակում է նա արդեն պարտվել է։ Բոլորին այս վիճակը մի պահից սկսում է հոգնեցնել եւ բռնվողներին եւ բռնողներին։ Սա բացառապես նեղ խմբի խրախճանքն է։ Պետք է վախից անցնել պայքարի։ Բոլոր առողջ ուժերը քաղաքական, քաղաքացիական, հանրային եւ այլն պետք է հասարակությանն ուղղված մեկ միասնական ուղերձ ձևակերպեն, չլսել, չդիտել, չտարածել, չքննարկել գաղտնալսումները։ Սա մարդ մնալու նախապայմանն է։ Մերժենք սրանց պարտադրված այլասերումը։ Հաջորդ քայլում պետք է մշակել հակազդեցության այլ գործուն մեխանիզմներ։ Երկրորդ մեղադրանքն է առաջադրվել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին իր հարցազրույցներից մեկում Նիկոլ Փաշինյանին միապետ անվանելու համար։ Պաշտպանի խոսքով մեղադրանքը վերաբերում է քրեական օրենսգրքի իշխանություն զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ իշխանությունից հրաժարվելու կոչեր հնչեցնելու հոդվածին։ Արծվի թևեր կոչվող վայրում 3 տեղի ունեցած վթարից մահացել է 2 բժիշկ նույն բժշկական կենտրոնից։ Մահացողները Արտմետ բժշկական կենտրոնի նյարդաբանության եւ ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Քոսյանն է եւ նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը։ Աշոտ Քոսյանը մահացել է տեղում, Կարինե Սաղաթելյանն էլ կոմայից այդպես էլ դուրս չի եկել։ Նյարդաբան բժիշկներն այդ օրը կոնֆերանսի են գնալիս եղել, բայց այդպես էլ տեղ չեն հասել։ Այսօր 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկության 26-րդ տարելիցն է։ 1999 թվականի այսօրն ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանն ընդհատվեց կրակոցներով, որի ժամանակ զոհվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ 6 տարի առաջ հոկտեմբերի 27 եւ մարտի 1 բացահայտել էին խոստանում ՔՊԱ-ականները։ Եթե մարտի 1-ի գործով փորձեցին մարդկանց կալանավորել կամ բանտ ուղարկել, ապա հոկտեմբերի 27-ի գործով սայլը տեղից չշարժվեց։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հայտարարություն տարածեց, որտեղ ներկայացրեց ինչ գործողություններ են իրականացվել հոկտեմբերի 27-ի գործով։ Դե յուրե գործերը համարվում են ավարտված եւ Հայաստանի օրենսդրության համաձայն պետք է գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք կամ նոր Երևան եկած հանգամանք եւ այս է ճանապարհը։
2019 թվականին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը վերսկսել է 2004 թվականին կարճված քրեական գործը տուժող Անահիտ Բախշյանի եւ նրա ներկայացուցչի դատախազին արձակագրված բողոքի հիման վրա։ Անահիտ Բախշյանն ահաբեկչության հետևանքով մահացած Յուրի Բախշյանի կինն է։ Վերսկսված քննության ընթացքում ՑՄՀ դատապարտյալ եւ ոճրագործության գլխավոր դերակատար Նաիրի Հունանյանը հարցաքննվել է եւ տվել ցուցմունքներ դեպքի հանգամանքների վերաբերյալ։ Քննության ընթացքում հարցաքննվել են նաեւ ահաբեկչական խմբի անդամներ, դատապարտյալներ Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը, որը մահացել է այս տարվա օգոստոսին։ Մինչ Կնյազյանի մահը բանտում ավելի վաղ մահացել էին այս գործով ՑՄՀ ազատազրկված եւս 3 ահաբեկիչ։ Համապատասխան քրեակատարողական հիմնարկներից առգրավվել են խմբի մյուս անդամներ Էդուարդ Գրիգորյանի, Վրամ Գալստյանի եւ Համլետ Ստեփանյանի անձնական գործերը, նրանց մահվան պատճառների վերաբերյալ մի շարք հարցեր պարզաբանելու համար։ 2019-ից 2024 թվականների ընթացքում քրեական գործի ընթացքում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է 1 առերեսում։ Դատախազությունը գործը փոխանցել է քննչական կոմիտե։ Նախաքննությունը դեռ շարունակվում է։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից անցել է 25 տարի։ 25 տարի առաջ հենց այս օրը Հայաստանի ազգային ժողովի վրա հարձակում տեղի ունեցավ ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ Հարձակման հետևանքով զոհվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը։ Կրակոցների հետևանքով եւս 8 մարդ վիրավորվեց, ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ազգային ժողովի պատգամավորների։ Պատանդների մեջ էին նաեւ նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին եւ կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։ Պատանդներն այդ կարգավիճակում մնացել են գրեթե 1 օր։ Նրանք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ին լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վար դնելուց ու հանձնվելուց հետո։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Վրաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալով վերջին 3 օրվա ընթացքում Թբիլիսիում ձերբակալել են 60 ցուցարարի, հանրահավաքների եւ ցույցերի իրականացման կանոնները խախտելու համար։ Չնայած բարեկային ոստիկանության անօրինական գործողություններից զերծ մնալու կոչերին, ցուցարարները փակել են ճանապարհները, խոչընդոտելով երթևեկությունը, ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնեմ, որ հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար այս տարվա հոկտեմբերի 17-ից կիրառում են նոր պատժամիջոց՝ վարչական կալանք 15 օրով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով ուկրաինական հակամարտությունը բարդ է եւ չի կարող լուծվել մեկ գիշերվա ընթացքում։ Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բոլոր սուր ճգնաժամերը լուծելու հայտարարությանն ասել է, որ դա միայն դրական զգացողություններ է առաջացնում, բայց երբեմն նման չափազանց շտապողականությունը կտրուկ հակասում է իրականությանը։ Միջազգային մյուս լուրերը մեկ ռեպորտաժում։ Ռուսական երկաթուղիներն իրենց տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ աշխատում են ռուսական ապրանքների Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցումը կազմակերպելու ուղղությամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ադրբեջանական կողմը հաստատել է ադրբեջանական երկաթուղիներով ռուսական ապրանքներն Ադրբեջանի տարածքով Հայաստան տարանցելու հնարավորությունը։ Այս առումով մենք շատ հետաքրքիր առաջընթաց ենք գրանցել, նշել է Օվերչուկը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն վերացրել է իր տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները կարծես համաձայնության են գալիս առևտրային հարցերում։ Մալայզիայում երկօրյա բանակցություններից հետո Միացյալ Նահանգների եւ Չինաստանի պատվիրակություններին հաջողվել է հասնել առևտրային անհամաձայնությունների լուծմանը Թրամփ-Սի Ցինփին առաջիկա հանդիպումից առաջ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում կայանալիք Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ Կուալա Լումպուրում Թրամփին դիմավորել են ինչպես ժպիտով, այնպես էլ բողոքի ցույցերով եւ տուն ուղարկելու պաստառներով։ Ցույցերն անցկացվել են Մալայզիայի մայրաքաղաքի Մերդեկա հրապարակում։ Հանրահավաքի մասնակիցները կոչ են արել վերջ դնել ամերիկյան իմպերիալիզմին եւ Թրամփին տուն ուղարկել։ Ցուցարարները ծածանել են նաեւ պաղեստինյան դրոշներ, պահանջելով Գազայի հատվածի ազատագրումը եւ վանկարկել են կիրառել պատժամիջոցների Իսրայելի դեմ կարգախոսը։ Ոստիկանությունը պահպանել է կարգուկանոնը բողոքի ցույցերի ժամանակ։
Թայլանդում մեկամյա սուք է հայտարարվել թագավորի մոր մահվան կապակցությամբ։ Թայլանդի մայր թագուհի Սիկրիտը մահացել է 93 տարեկանում։ Նա 60 տարի եղել է նախկին թագավոր Փումիպոն Ադուլյադթի կինը։ Սիկրիտի որդին Թայլանդի ներկայիս թագավորը կարգադրել է հուղարկավորությունն անցկացնել ամենաբարձր մակարդակով։ Հրաժեշտի արարողությունը բաց է եղել երկրի բոլոր բնակիչների համար եւ անցկացվել է Բանգկոկի թագավորական նստավայրի գահակալության դահլիճում։ Լուվրի թանգարանի որոշ զարդեր, այդ թվում Ապոլոն պատկերասրահից տեղափոխվել են Ֆրանսիայի բանկ պահպանման համար։ Հաղորդվում է, որ ցուցանմուշները տեղափոխվել են թանգարանից 300 մետր հեռավորության վրա գտնվող բանկային պահոցներ։ Ցուցանմուշներն ի պահ կտրվեն 26 մետր խորության վրա գտնվող ստորգետնյա պահոցում, որտեղ գտնվում է հանրապետության ոսկու պաշարների մոտավորապես 90%-ը։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ գողերը բոլորի աչքի առաջ ներխուժել էին Լուվր եւ թալանել այն։ Նրանք տարել էին կայսերական հավաքածուից 9 ցուցանմուշ։ Գողացված իրերի արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Բրիջիտ Մակրոնը հայտնաբերել է, որ հարկային մարմնի կայքում գրանցված է տղամարդու անունով։ Նշվում է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի պատրաստած վավերագրական ֆիլմում։ Մակրոնը մուտք է գործել հարկայինի կայքում իր անձնական հաշիվ եւ տեսել, որ այնտեղ նա գրանցված է ոչ թե որպես Բրիջիտ Մակրոն, այլ որպես Ժան Միշել։ Վավերագրական ֆիլմում ասել է Ֆրանսիայի առաջին տիկնոջ աշխատակազմի ղեկավարը։ Աղբյուրն այս հայտնագործությունն անվանել է տհաճ անակնկալ Մակրոնի կնոջ համար։ Մի քանի տարի Բրիջիտ Մակրոնը դավադրության տեսության օբյեկտ է, որը պնդում է, որ նա ծնվել է տղամարդ Ժան Միշել Տրոնյո անունով։ Այս մեղադրանքները հայտնվել են 2017 թվականին եւ պարբերաբար կրկնվում են դավադրության տեսաբանների կողմից։ Նախկինում հաղորդվել էր, որ Մակրոնի կինը պարտավոր կլինի հաստատել իր սեռը բժշկական զննման ժամանակ։ Ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը հայտարարել էր, որ Ֆրանսիայի առաջին տիկնոջը պետք է զննի անկախ բժիշկ։ Պայթյուն եւ մոխրիամփ ծիածանի ֆոնին տեսախցիկները ֆիքսել են Ֆիլիպիններում թալ հրաբխի ժայթքման պահը։ Զարա Սարգսյան, ABC Media։ Հակաբիոտիկները կորցնում են իրենց արդյունավետությունը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ 100 երկրներից ստացված զեկույցի համաձայն 2018-ից 23 թվականներին հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունությունը աճել է 40%-ով։ Բուժման յուրաքանչյուր 6 դեպքից մեկն այլևս արդյունավետ չէ։ Պատճառը բժշկի նշանակման բացակայության դեպքում հակաբիոտիկների չարաշահումն է։ Եթե ոչինչ չփոխվի, մինչև 2050 թվականը վարակները տարեկան մինչև 10 միլիոն մարդու կյանք կխլեն։ Այս ժամի թողարկման համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել ABC Media-ին սոցիալական բոլոր հարթակներում, YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում ու Instagram-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամ 15-ին։